Մարիա, դուք այս պահին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև եք, մենք տեղեկացանք, որ նամակ եք պատրաստվում փոխանցել, կասեք ինչ բովանդակության Այո, նամակ եւ նաեւ եթե հնարավոր է պահանջում ենք նաեւ անձամբ հանդիպում բոլոր մեր աշակերտների, ծնողների եւ նաեւ ուսուցիչների անունից ուղղակի պահանջում ենք, այսպես ասած, նրա անձի եւ առողջական իրավունքի պաշտպանություն, ուղղակի պահանջում ենք նաեւ որ իր արարքի համար նա ստանա, այսպես ասած, համահունչ պատասխան, այլ ոչ թե այսպիսի դաժան եւ խիստ պատիժ, որովհետեւ ըստ այդմ նա ինչ է արել, նա ընդհանրապես իր բոլոր արարքները աֆեկտի ոնց որ տակ են եղել, իրականացվել, այո, եւ չեմ կարծում, որ ճիշտ պատիժ է այդպիսի ոնց որ դաժան վերաբերմունքը այդ ամենին։ Դե մանրամասները նայմա իմ իմանալով գտնվում են այրի կենտրոնում, կարող եմ ասել, որ դե ուշագնացություն է եղել, նաեւ եղունգների տակ սևացել է, դրանից ավել չեմ կարող ասել իր վիճակը հիմա, ոնց որ թե արդեն գիտակցության եկել է, բայց դրանից ավել չեմ կարող ասել։ Իսկ դատախազությունում եք, քանի որ եղել, որևէ պատասխան, արձագանքի եղել է։ Դեռ ոչ մի պատասխան չկա եւ այդ պատճառով ամեն օր աշխատում ենք հավաքվել, նաեւ երեք հավաքվեցինք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ինչպես գիտենք այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւ այդպես շարունակելու ենք նաեւ կարող տարբեր տեղեր հավաքվել, մինչեւ արձագանք չստանա եւ ուշադրությունը չգրավի այս իրադարձության վրա։ Այո, 9 տարի սովորել ենք իրար հետ։ Եվ գիտենք Դավիթին որպես իրոք հիանալի անձնավորություն, նա մեր բոլորի համար, հավատացեք, եղել է եւ ուսման մեջ եւ վարքի ու բնավորության մեջ, ոնց որ վառ օրինակ, թե ինչպիսին մարդը մեծատառով իրոք պետք է լինի։ Նա միշտ եղել է չափից դուրս զուսպ, ոչ մի կոնֆլիկտների մեջ չի ներգրավվել եւ էլի կրկնվեմ, դա աֆեկտի ոնց որ ազդեցություններ, նաև տարիքը հաշվի առեք, ընդհանրապես 18 տարեկան է եւ նամանավանդ գիտենք տղաների մոտ ինչ է կատարվում 18 տարեկանում, թող բոլորը իրենց այդ տարիքում մի հատ հիշեն ինչեր են էլի կատարել։ Ես մի բան ճիշտ եմ, դուք գուցե տեղյակ լինեք, տեսանյութը, որ տարածվել էր հետո կալանավորման օրը, այնտեղ որ ՊՊՑ աշխատակիցը արմունկով հարվածում է Դավիթին, դա եղել է մինչև այդ միջադեպը հայտնի, թե դրանից հետո, միջադեպից հետո։ Դե ես ականատես չեմ եղել եւ ամբողջ այդ իրավիճակին ձեր նման ծանոթ եմ միայն այդ տեսանյութերից, դրա համար ստույգ չեմ կարող ասել, բայց իմանալով ուղղակի Դավիթին կարող եմ հավաստիացնել, որ հենց այնպես ինքը ոչ մի բան հաստատ չի արել։